Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հրապարակելու եք, թե հիմնադրամից ովքեր ինչ գումարներ են ստացել, ինչպես պահանջում էին նոր։ Նայեք, մենք դեմ չենք որևիցե հրապարակումների։ Սա իր մեջ պարունակում է որոշակի գաղտնիք, նաև անձնական տվյալների պաշտպանության հարց կա հարց, որ հարուցված է քրեական վարույթներ եւ այդ շրջանակներում տարվում է նախաքննություն։ Մենք չենք ուզում խանգարել այդ նախաքննությունը։ Մենք երկուշաբթի օրը ես հրավիրել եմ ակցիայի մասնակիցներին, իրենց կազմակերպիչներին հանդիպելու, քննարկելու բոլոր հարցերը, պատրաստ եմ կազմակերպել իրենց հանդիպումները ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, իրենք կստանան սպառիչ պատասխաններ եւ կներկայացնեն հանրությանը։ Եթե ուժային կառույցները իդեմս դատախազության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի դեմ չեն լինի նման հրապարակումների, մենք պատրաստ ենք տրամադրել այդ տեղեկությունները, բացի դրանից հենց իրենք կարող են դա անել։ Առանձնազրույց կունենաք իր հետ եւ ակնարկեցիք, որ որոշ մարդիկ էլ հենց այսօրվա ցույցից ունեն փող վերցրած, որոնք չեն տվել, շատ են այդ մարդիկ։ Հասարակությունը շատ փոքր է։ Հարց բոլորի մասին տեղյակ են եւ խոսել թալանի մասին, մանիպուլացնել ժողովրդին, կեղծ օրակարգ բերել, բայց հենց դու լինել այդպիսին, դա անընդունելի է մեր ժողովրդի համար եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը իր գնահատականը կտա նման մարդկանց։ Եթե պայքարը արդար է, ես պատրաստ եմ աջակցություն ցուցաբերել բոլոր իրենց նախաձեռնություններին։ Բաքուն տևական ժամանակի վրան են տեղադրել արցախցիները եւ սոցիալական խնդիրներ են վերհանում։ Կա կարծիք, որ ինքներդ դեմ եք, որ այդ պայքարը վերածվի քաղաքական կոնտեքստ ներմուծվի այդ պայքարի մեջ։ Ինչն է խնդիրը, դուք առհասարակ ինչու չեք այցելում վրան, ինչու եք ընդհանրապես լռում, ինչն է պատճառը, ինչից եք վախենում։ Կա ներողություն, կա նախաձեռնություն, դուք տեղյակ եք, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդ կա ստեղծված։ Ես այդ խորհրդի հետ պարբերաբար հանդիպումներ եմ ունենում, վերջի հանդիպումները երեք տեղի ունեցել։ Վրան եք գնացել դուք։ Ոչ, իրանք են գալիս։ Ինչու դուք չեք գնում, ինչու չեք միանում ակցիաների, որոնք կազմակերպվում են Արցախում։ Ես խնդիր չունեմ, ներողություն, մենք պարբերաբար քննարկում ենք այդ հարցը, անհրաժեշտության դեպքում կգնանք։ Բայց ո՞րն է այդ անհրաժեշտություն, ինչ են շարքում անհրաժեշտ։ Նաև խորհրդի կողմից այդպես։ Հա, իհարկե, մենք որևիցե խնդիր չունենք մեր ժողովրդի կողքը կանգնելու, մենք այդ հարցերը քննարկում ենք եւ այդ նպատակը։ Մեծ հանրահավաքի ժամանակ էլ մենք ձեզ չտեսանք, ինչու չեք մասնակցում հանրահավաքներին։ Ինչ չտեսակ, բայց իմ բոլոր հարազատները ընտանիքն լավ, դուք ինչու անձամբ չեք մասնակցում հանրահավաքներին, արցախցիների կազմակերպման։ Հանրահավաքին չմասնակցելը չի նշանակում չաջակցել։ Իշխանության կողմից ճնշումներ կան, Պարոն Շահրամանյան, իշխանության կողմից ճնշումներ կան։ Կոնկրետ հավաքին չգնալու, չմասնակցելու։ Եթե բռնի տեղահանումից հետո մենք մինչև այսօր իշխանության ներկայացուցիչների հետ որևիցե առնչություն չունենք։ Եթե դուք դա համարում եք ճնշում, ուրեմն կա ճնշում։ Այսինքն ես գտնում եմ, որ մեր հետ պետք է հաշվի նստել բոլոր խնդիրները սոցիալական ունեն իրենց լուծումները եւ մենք պատրաստ ենք այդ լուծումների շրջանակներում նաեւ աջակցել Հայաստանի կառավարությանը եւ այսպիսի պահվածքը, որ մենք զգում ենք մեզ օտար, սա ընդունելի է։ Նա ճնշում չէ, դա արհամարհանք